2012 թվականի հունիսին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացի։ Նա հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում այգետնակ կառուցելու, ապա ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար կաշառք է տվել կապիտալ շինարարություն իրականացնող կազմակերպության տնօրենին և քաղաքաշինության նախարարության համապատասխան բաժնի աշխատակցին։ Նրանք էլ ստացած գումարի դիմաց կատարել են անօրինական գործողություններ։ Այգետնակի շինարարական աշխատանքները կատարել է ինքնակամ, առանց լիցենզավորված կազմակերպության, աշխատանքները կատարելուց հետո, որպեսզի այն պետական գրանցում ստանա։ Կարապետ Կարապետյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Դիմել է համապատասխան լիցենզավորված կազմակերպությունը հետին թվով ձևակերպելու, որ այդ աշխատանքները իբր կատարվել է շինարարական աշխատանքներ կատարող լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից, եւ այդ կազմակերպության տնօրեն Ղուկասյանը պահանջել է 150,000 դրամ կաշառք, որը ստանալով հանդերձ միջնորդել է քաղաքաշինական տեսչության Աբովյանի տարածքի տեսուչին, որպեսզի նա հաստատի իր կողմից տրված կեղծ փաստաթուղթ այն մասին, որ շինարարական աշխատանքները կատարվել են տվյալ կազմակերպության կողմից։ Հովհաննես Ղուկասյանը շինարարություն իրականացնող առևտրային կազմակերպության տնօրենն էր։ Ընկերությունն իրականացնում էր շինարարությունների նախագծային, ինչպես նաև համապատասխան պայմանագրերով կապալային ու հեղինակային հսկողության աշխատանքներ։ Ըստ գործող օրենքի, կառուցապատողը պարտավոր է ապահովել իր կողմից կառուցվող օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը, սակայն այս դեպքում կառուցապատողը կաշառվել էր ու համաձայնվել առանց հեղինակային հսկողություն իրականացնելու կազմել համապատասխան փաստաթղթերը։ Մեր երկրում քաղաքաշինությունը, շինարարական գործունեությունը լիցենզավորված գործունեություն է, հաշվի առնելով նաև դրա անվտանգությունը, որովհետև մենք ունեցել ենք երկրաշարժ եւ որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված նորմատիվներին համապատասխան, այդ կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա, բայց մեր քաղաքացիները եւ տնտեսավարող սուբյեկտները շինարարական աշխատանքներ են իրականացնում ինքնակամ կամ որոշ դեպքերում նաև ունենում են համապատասխան շինարարական թույլտվություն, նախագծեր, սակայն շինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների միջոցով չենք իրականացնում այդ կառույցները։ 2010 թվականին Աբովյան քաղաքի բնակչի պատվերով ու վարձատրության դիմաց Հովհաննես Ղուկասյանը կազմել է այգետնակի շինարարական նախագիծ։ 2 տարի անց այգետնակի շինաշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացին այգետնակի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու նպատակով կրկին դիմել է Ղուկասյանին։ Նա էլ իր լիազորությունների շրջանակում ընկերության անունից 2012-ին կազմել է 2010 թվականի հունիսի 11-ով ամսագրված շինարարության, կապալի ու հեղինակային հսկողության պայմանագրերը։ Նա նաև կազմել է ու որպես հանձնաժողովի անդամ ստորագրել է շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ու կեղծել հանձնաժողովում չընդգրկված շինարար կոնստրուկտորի ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչի ստորագրությունները։ Հանձնելով այդ փաստաթղթերը այգետնակի սեփականատիրոջը Հովհաննես Ղուկասյանը պահանջել ու ստացել է 150,000 դրամ առևտրային կաշառք։ Հովհաննես Ղուկասյան, ծնված 1956 թվականին, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամուսնացած, բարձրագույն կրթությամբ։ Հ. և Ռ. Ղուկասյաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում աշխատում է որպես տնօրեն, նախկինում չդատված։ Մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-311-րդ պրիմ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար։ Շինարարության ավարտական ակտը հաստատելու համար Ղուկասյանը այգետնակի տիրոջն ուղարկել է քաղաքաշինության պետական տեսչության իր ծանոթ մասնագետ Էդվարդ Երիցյանի մոտ, ով առանց շինարարական օբյեկտ այցելելու ու ավարտված աշխատանքների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին ստուգելու ստորագրել, ապա ստորաբաժանման կնիքով հաստատել է շահագործման ակտը։ Իր ծառայության դիմաց Երիցյանը այգետնակի սեփականատիրոջից պահանջել ու ստացել է $100 գումարի կաշառք։ Էդվարդ Երիցյան, ծնված 1959 թվականին Գորիս քաղաքում։
ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամուսնացած, բարձրագույն կրթությամբ։ Աշխատել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնում որպես գլխավոր մասնագետ։ Նախկինում չդատված, մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ պրիմ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի կատարման համար։ Տեսուչը վերցնելով $100 համարժեք դրամ կաշառք հաստատել է այդ փաստաթուղթը եւ ձևակերպել, որ այդ շինարարական աշխատանքները կատարվել է լիցենզավորված կազմակերպության կողմից։ Այստեղ էլ մենք ունենք առևտրային կաշառքի եւ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կատարվող ապօրինի վարձատրության դեպք։ Քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Երիցյանի անմիջական պետը Արմեն Գրիգորյանը կաշառք չի ստացել, սակայն այս քրեական գործի շրջանակներում մեղադրվել է պաշտոնեական անփութության համար։ Ըստ գործի նյութերի Գրիգորյանը առանց պարզելու Կոտայքի մարզի Նուրնուս համայնքի ամառանոցային թաղամասի շինության ավարտական շինարարական աշխատանքների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին ու տրամադրված տեխնիկական պայմաններին իր ղեկավարած բաժնի կնիքը տրամադրել է Երիցյանին հիշյալ շինությունը շահագործման ընդունելու ավարտական ակտը կնքելու ու հաստատելու համար։ Այսինքն որպես ղեկավար Գրիգորյանը չի կատարել իր պարտականությունը, ինչի հետևանքով խաթարվել է քաղաքաշինական պետական տեսչության գործունեությունն ու հեղինակությունը։ Կաշառքի գործերով դրանք շատ քողարկված բնույթ կրող հանցագործություններ են, դրանց բացահայտումը եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելը շատ դժվար եւ հմտություն պահանջվող արդյունավետ աշխատանքի արդյունք են։ Եվ այս երկու գործով էլ մենք կարողացել ենք համապատասխան քննչական մարմինների հետ համագործակցված ձևով կարողանանք ապացույցներով ուղարկել դատարան եւ կայացնել դատավճիռ, որոնք որ մտել են օրինական ուժի մեջ։ Եվ ընդհանրապես ես պետք է ասեմ, որ ազգաբնակչությանը դիմելով, որ նրանք պետք է իրազեկվեն իրենց բոլոր իրավունքներին եւ տեր կանգնեն իրենց իրավունքներին, նրանք հետեւողականություն պետք է ցուցաբերեն, որպեսզի պաշտոնատար անձանց գործողությունները չկրեն ինքնասուբյեկտիվ եւ այնպիսի բնույթ, որոնք որ իրենք չկարողանան հետագայում իրենց իրավունքները իրականացնել։ Դրա համար այսպիսի հանցագործությունների հետ կապված դեպքերով նորից եմ կրկնում, որ սահմանվել է 3 օրվա ժամկետ եւ այդ 3 օրվա ժամկետում նրանք կարող են հայտնել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան դրույթի համաձայն առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ էլ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին։ Տտաքնության ընթացքում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են կատարված արարքի համար ու տվել խոստովանական ցուցմունքներ։ Նրանք միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով։ Ամբաստանյալներից միայն Էդվարդ Երիցյանն էր կալանավորված, իսկ Արմեն Գրիգորյանի եւ Հովհաննես Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին։ Շինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունը, եթե ինքն է կատարում այդ շինարարությունը, նախ նա կատարում է սահմանված քաղաքաշինական նորմաներին համաձայն, որը որ հետագայում այդ շինության վտանգը, փլվելու վտանգը նվազեցնում է կամ հասցնում է սահմանված մինիմումի, որովհետև նրանք նախատեսում են համապատասխան երկրաշարժերի կամ այլ աղետների դեպքում կայուն մնալու հանգամանքը։ Սակայն այս դեպքում խախտվում է շենքի սեյսմակայունությունը եւ դա վտանգ է պարունակում այնտեղ բնակվողի կամ նա օգտագործողի նկատմամբ։ Երկրորդ այստեղ վնաս է ասում պետության գույքային շահերին, այսինքն չի ձևակերպում այդ աշխատողների աշխատանքային գործունեությունը, նրանց համապատասխան վճարումներ չի կատարվում, հարկային դաշտից դուրս են մնում այդ կազմակերպությունները, նրանք հարկեր չեն վճարում, դրանով պետական բյուջեին է վնաս հասցվում եւ ընդհանրապես այդ գործունեությունը դուրս է մնում ընդհանուր լիցենզավորման ոլորտից եւ համարվում է ապօրինի ձեռնարկատվություն, եթե այդպիսի գործունեություն է իրականացում։
2012 թվականի դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Վարդան Ստեփանյանի վճռեց. Էդվարդ Երիցյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ պրիմ հոդվածի առաջին մասով ու նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 ամիս ժամկետով, հանրային ծառայություն իրականացնելու գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով։ Երիցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը վերացնել ու նրան անհապաղ ազատել կալանքից դատական նիստի դահլիճում նկատի ունենալով, որ վերջինս արդեն իսկ կրել է նշանակված պատիժը։ Արմեն Գրիգորյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով ու նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք, նվազագույն աշխատավարձի 3 հարյուրապատիկի 300,000 ՀՀ դրամի չափով։ Հովհաննես Ղուկասյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, 325-րդ հոդվածի առաջին մասով ու 38 311-րդ պրիմ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, նույն ժամկետով զրկելով նաեւ հանրային ծառայություն իրականացնելու գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ քրեական ու վճռաբեկ դատարաններում, սակայն առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը չի փոփոխվել եւ մտել է օրինական ուժի մեջ։ Այստեղ կաշառքի վնասը ոչ թե միայն այն է, որ նա կաշառք վերցրել եւ դրանով ընդհանրացրեց քաղաքացու գործունեությանը, այլ նրանով դա ինչքան վնաս հասցվեց տարբեր ոլորտների գործունեությանը եւ քաղաքացիների իրավունքներին շահերին, պետության գույքային շահերին եւ այլն։ Այսինքն կոռուպցիոն հանցագործությունները եւ կաշառքի առնչվող հանցագործությունները իրենց էությամբ ոչ միայն պարփակվում են տվյալ գործի շրջանակներում հասցված վնասների հետ, այլ նաև այլ վնասներ են հասցվում նաև պետության այլ շահերին, տնտեսավարող սուբյեկտների, պետության գույքային շահերին, քաղաքացիների իրավունքներին եւ օրինական շահերին։ Կաշառք վերցնելու կամ տալու համար օրենսդիրը թերևս մեղմ պատիժ է սահմանել։ Այդ պատժաչափերը նվազագույն են վտանգավոր սովորության դեմ պայքարելու համար։ Ճիշտ է նկատել մեր դասականներից մեկը, որ փողը մութ տեղը լույս է տալիս, բայց ճիշտ է նաև այն, որ այդ լույսը երբեմն կուրացնում է մարդուն։ Եվ այս դեպքում փող կուտակելու անհատի մոլուցքը դառնում է հասարակության համար վտանգավոր, ունենում ոչ միայն նյութական, այլև բարոյական բացասական հետևանքներ, երբեմն անդառնալի։